Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ դերասան Սերգեյ Դանիելյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Բարև ձեզ Նարեկ, ցանկության դեպքում իմ YouTube-յան ալիքին եք արագ։ Հղումը կտեղադրեմ մեկնաբանությունների բաժնում ձեր YouTube-յան ալիքի։ Պարոն Դանիելյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցեց 1.5 միլիոնից ավելի ընտրող, այս ցուցանիշը նախորդ ընտրությունների համեմատ բարձր է։ Սա ինչի մասին է խոսում, որ Հայաստանի քաղաքացու մոտ արդեն կա այդ գիտակցումը, որ ինքն է ձևավորում, իր ընտրությամբ է ձևավորվում իշխանությունը։ Միշտ ասած, ես չէի սպասում, որ այդքան մարդ կմասնակցի, բոլոր կանխատեսումները այն են, որ մարդիկ հավես չունեն, չեն գնա, բայց Մոսկվան ունենց վայնասուն բարձրացրեց, որ ժողովուրդը վախեցավ ու գնաց ընտրությունների, ըստ երևույթին դա էր պատճառը։ Այսինքն Մոսկվան ինչ արեց։ Դե սկսեց տենց ճնշել, բան, հետո իր պրոպագանդիստական մեքենան միացրեց, հետո մենք գիտենք, որ դե հենց Պուտինն էլ ասեց, որ կան ռուսական կուսակցություններ, որոնք որ հաճելի է որ Մոսկվային, որ իրանք ընտրվեն եւ կարելի ասել ընտրությունները ուղղորդվում էին Կրեմլից, հա, եւ դա, ասենք, եթե առաջ դա արվում էր թաքնված, հիմա անթաքույց, այս մարդը ասեց, էլի, ասեց մեր կուսակցություններն են, մի բան արեք, տվեք ինչ չնեղացնեք, ու դրա համար երևի մարդիկ տենց ավելի ակտիվ գտնվեցին։ Գնացին, որ Սամվել Կարապետյանին քվետան։ Չէ, ճիշտ հակառակը ինձ թվում է։ Ճիշտ հակառակը եղավ, այո, որովհետև Սամվել Կարապետյանին քվետվողները զգալի մասը Ռուսաստանից եկած մեր հայրենակիցներն էին, իր ռեսուրսը եւ որոշ մարդիկ, որոնք որ ուզում էին իրան տային, ասենք, Փաշինյանից ավելի շատ էին նեղված, քան թե Կարապետյանը։ Կարապետյանը նեղվածություն ընդհանրապես չկա, որովհետև նա քաղաքական գործիչ չի եւ իրան չեն ճանաչում, բայց ուզեցի որ Փաշինյանը չլինի։ Այդտենց ինձ թվում է 3 այդտենց խումբ կար էլի ընտրողների։ Բայց Ռուսաստանից այդքան շատ մասսա եկավ, որ կարողանա ընտրությունների արդյունքների վրա ազդել, թե ոչ։ Դա կապ չունի, կարողապատը այդքան շատ մարդ չեկավ, բայց այնքան խոսվեց դրա մասին եւ այնքան վախեցվեց եւ այնքան, ասենք, ժողովուրդը այնքան ջղայնացավ, մանավանդ այն հայրենակիցների վրա, ովքեր որ ուղղակի եկել էին, ասում են, դե պետք է ընտրենք, գնանք, բան թքած ունենք Հայաստանի վրա եւ այլ, որ մարդիկ ուղղակի ջղայնացան եւ գնացին ընտրությունների։ Ինձ թվում է դա է պատճառը, դա է, այսինքն պատճառներից մեկն է, հա, որ ամեն միշտ ասվում էր, որ սա աշխարհաքաղաքական նշանակություն ունի եւ մեծ նշանակություն էր տրվում ընտրություններին եւ երևի թե մարդիկ դրանով էլ ուղղորդված գնացին ընտրությունների։ Պարոն Դանիելյան, դուք ձեր վերջին հարցազրույցներից մեկում քննադատում եք ու դեմ եք արտահայտվում այլ պետություններից, Ռուսաստանից եկած ընտրողների, ինչու եք քննադատում նրանց, եւ որ նրանք ոչ մի օրենք չեն խախտում։ Օրենք չեն խախտում, բայց ինձ թվում է հիմա պետք է օրենք ընդունվի, որ օրենք խախտեն, որովհետև այն մարդը, որը որ ստե չի ապրում, հարկ չի տալիս, չեմ կարծում, որ իրավունք ունի իշխանություն ձևավորելու, որտեղ իշխանությունը դա մի դա այն բանն է, ում հետ դու պայմանավորվում ես, պայմանագիր ես կնքում, հա, ոնց որ դու իրանց ընտրում ես, որ նրանք քո վրա աշխատեն։ Եվ այդ իշխանությունը ձևավորվում է համ մեծամասնությունից, համ ընդդիմությունից, երկուսն էլ իշխանություն են։ Ու այն մարդն է գնում ընտրության, ով որ կարող է ազդել դրա վրա հետո, այսինքն ոնց ու պայմանագիր կնքես էլի իրանց հետ, հա, պայմանավորվում ես, որ նա քեզ համար աշխատեն, բայց եթե դու ստեղ հարկ չես տալիս, թե չես աշխատում, թե չես ծառայում, ասենք ինչ իմաստ կա իրանց հետ պայմանավորվում, ում հետ ես պայմանավորվում, ոնց որ գնաս ինչ որ մի հատ ապրանք առնես, հետո այդ ապրանքին տեր չլես, թողնես խանութում գնաս տուն, ինչի համար ես առնում այդ ապրանքը։
Որտեվ օրենքը իրեն չի արգելում։ Օրենքը ասում է կարաս գաս այդ ապրանքը առնես, դու ոչ մի վնաս չես տալի ոչ մեկի ըստ օրենքի։ Դե ինձ թվում է, որ պետք է օրենք հանվի, որ եթե դու ապրանքը առել ես, ապա պիտի այն օգտագործես, որովհետև այդ դեպքում իմաստ է կորում ընտրությունների, հա, դու ում ես ընտրում, ինչի համար ես ընտրում, նույնա ոնց որ ես գնամ, ասենք, միտեղ Գվատեմալոյում, ասենք, բան անեմ, ընտրությունների մասնակցեմ, ոչ ապրում եմ այնտեղ, ոչ բան։ Ինչ անենք, որ դրա քաղաքացի եմ։ Քաղաքացի լինել լավ է, ասենք, ուրիշ բոնուսներ կա, ասենք, քաղաքացի լինելու, հա, բայց նաև կա պարտականություններ, եթե դու քաղաքացի ես։ Դե նրանք Եվ հակադարձում են, ասում են, այդ որ փողա պետք, հիշում եք, որ դրսում ապրող հայեր կան, բայց երբ իշխանություն է պետք ձևավորել, դուք ասում եք, որ դուք Հայաստանում չեք ապրում, հեռու մնացեք, գործ չունեք ընտրությունների հետ։ ես չեմ համարում, որ երբ որ փողապետ պիտի իրենցից փող խնդրել, Սփյուռքը ներգրավվելու հազար ու մի ավելի կարևոր ձևեր կա, հա, դա այդպես։ Համել ես կրկնեցի, արի չկրկնեմ, եթե դու շահառու չես այդ ապրանքիդ, դու ապրանք չասեմ էլի, ասենք, այդ մարդկանց ում հետ դու պայմանավորվել ես։ Դա պայմանագիր է, չէ, դու պայմանավորվում ես, իշխանություն ես ընտրում, պայմանավորվում ես իրանց հետ, որ իրանք պիտի աշխատեն։ Վերջ։ Պարոն Դանիելյան, ընդունված է, որ նախորդ իշխանության օրոքել տեսնում ենք, որ արվեստի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ խոսում էին ի օգուտ ժողովրդի հակաժողովրդավարական գործընթացներից էին խոսում, քննադատում էին իշխանություններին, երբ քաղաքացիների համար ոչ բարենպաստ որոշումներ էին ընդունում, օրենքներ էին կայացնում։ Հիմա մենք դա չենք տեսնում։ Օրինակ, դուք քննադատում եք իշխանություններին, երբ իրենք ընդունում են օրենքներ, որոնք ի օգուտ ժողովրդի չեն, տուգանքների հետ կապված, գնաճի հետ կապված, վերջերս հարկերի հետ կապված փոփոխություններ եղավ, ինչու է հիմա լռում այս թևը։ Ես ճիշտն ասած հարկերի հետ կապված ինչ որ տես բան չեմ լսել, որ պիտի քննադատության արժանանա, Ակցիզային հակաժողովրդական հարկն է բարձրանում։ չգիտեի ճիշտ ասած, չգիտեի։ Ես երբեք չեմ էլ դա ոնց որ ես դրանով չեմ տեղյակ չեմ, այսպես ասեմ, չեմ խելքս չի ասում դες բաներից, օքեյ։ Կա մի բան, որ այս իշխանությունը անում է եւ քննադատության է արժանի։ Իհարկե կա, ես իմ YouTube-յան ալիքում անդրադարձել եմ։ Օրինակ այն փաստը, որ հիմա ընկել են, ասենք, հետապնդում են, ասենք, Ծառուկյանի, հա, ասենք, Ծառուկյանը աչքից լույսը չի բարձա, բայց նրան հետապնդում են ոչ թե նրա համար, որ նա ժամանակին, չգիտեմ, ինչ-որ մի բան խախտել է, ինչ-որ օրենք է խախտել հարստանալու ժամանակ, այն համար, որ նա ուզում է մտնի քաղաքականություն, հա, բոլոր մեր միլիոնատերները ժամանակին խախտել են օրենքներ, եղել են բանդիտներ, եղել են կոռուպցիոներներ, բիզնեսներ են խլել, սխալ բաներ են արել եւ այլն։ Դա բոլորն են տենց։ Աշխարհում չկա մարդ, որ աշխատել է միլիարդներ, բայց ինքը մաքուր է, հա։ Բայց իրանց հետևից ընկնել են ժամանակ, երբ որ նրանք մտնում են քաղաքականություն, սխալ է։ Ես մի բան եմ առաջարկել, զուտ ինձանից էլ, ասենք, տենց ցանկություն է, հա, չգիտեմ, որքանով է դա ճիշտ է, որքանով է իրավագիտորեն ճիշտ, հա, պետք է ուղղակի արգելել այն մարդկանց, ովքեր որ շատ հարուստ են, զբաղվել քաղաքականությամբ, այդքան բան։ Թեկուզ դա մարդու իրավունքների խախտում է, բայց մենք շատ ենք հանդիպել ինչ-որ բաների, երբ որ մարդու իրավունքների խախտում է, բայց այդ դեպքում այդ մարդիկ ազատ կլինեն իրենց ընտրության մեջ, իրենք կզբաղվեն բիզնեսով եւ մեր երկիրը սպეციფიկ երկիր է, հա, մենք ոտից գլուխ ունենք մի 40 հոգի, ովքեր որ բիզնեսի մեջ են եւ մեր երկիրը նոր է ձևավորվում, բիզնեսը նոր է ձևավորվում, դա դեռ կեղտոտ բիզնես է կամ կեղտոտ բիզնեսի արձագանքն է դեռ Երբ որ մենք ունենանք բիզնեսմեններ, որոնք որ արդեն երրորդ, չորրորդ սերունդն են, այսպես ասած, եւ իրենք
պատասխանատու չեն իրենց պապերի արածի համար, այլ ուղղակի հարուստ մարդիկ են, որովհետև փողանգեզերներ իրանք աշխատում են նորմալ հարկեր են մուծում, բաներ անում, այնպես ոնց որ աշխարհում շատ ու հարուստ մարդիկ կան եւ ի վերջո կուսակցություն պահելը դա բարդ բան չէ, այդ ժամանակ կարելի է ասել թողնել։ Իսկ հիմա պետք է ինչ-որ օրենքներ մշակել, որպեսզի պաշտպանել, պաշտպանել քաղաքական դաշտը, որտեղ կան շատ փոքր կուսակցություններ, որոնք երբեք չեն երազի մտնեն պարլամենտ եւ մեր մոտ տեսնում ես, որ երբեք չի փոխվում իշխանություն պարլամենտական ընտրություններով։ Միշտ փողոցում է հետո փոխվում, երբ որ դարակ հասնում է ոսկորին։ Բայց դրանից կարելի է խուսափել։ Մանավանդ որ մեր բիզնեսմենների մեծ մասը հարստացել է Մոսկվայի օգնությամբ, այսինքն փողի մի մասը Մոսկվայում է եւ դա շատ, ասենք, խնդրահարույց է, որտեղ իրենք ընդդեից ուղղորդվում են։ Հիմա ով ինչ ուզում է ասի, ես հաստատ համոզված եմ, որ շատ հարգարժան պարոն Կարապետյանը ազատ մարդ չի, ինքը եթե հարստացել է Ռուսաստանում, ուրեմն նա ընդդեից ուղղորդվելու է, կամ նույն Ծառուկյանը կամ շատ ու շատ այլ բիզնեսմեններ, ովքեր որ ունեն փող եւ նրանց հիմա տեսնում ես, ասենք հիմա սկսվել է ունեզրկման եսի ինչ մի հատ process, ես ասենք խոսել եմ դրա մասին, ասենք Ռոբին Հուդի ժամանակներն անցել են, որ հարուստից վեկալ են աղքատին տան բան, հիմարություն է դա, այդպես չի, դու կքանդես ամբողջ էկոնոմիկան կքանդես, դրանց վրա կանգնած է մեր տնտեսությունը, մեր աշխատատեղերը, մեր փողը հասարակության, ոնց կլինի, ասենք, Իրանից վերջնեց իր տունը, սարքեց ծերանոց, դա այդ որ դառնա։ Չէ, ուղղակի պետքա իրան պետքա դնել այն պայմանների մեջ, որ նա չկարողանա զբաղվել քաղաքականությամբ։ Հետո պետքա օրենքներ մշակել, որ շատ լավ, ինքը չի զբաղվի, կհովանավորի մեկին, ենթադրյալ Սերգեյ Դանիելյանին, Նարեկ Կիրակոսյանին, կասես փող, գնակուսակցություն բաց եւ իմ SS հարցերը օրինակ առաջ տար։ Ստվերային կլինի այդ դեպքում էլ։ Հնարավոր է, բայց ստվերային գործել ավելի դժվար է, քան թե ուղիղ։ Մեկ, երկրորդը պետք է օրենքներ մշակել, որ փոքր կուսակցությունները միշտ միանան իրար եւ այդ շեմ հաղթահարել ունի ոչ թե 4-5%, կամ ասեմ ինչքան, այլ 1%։ Պետք է ամեն ինչ անել, դա իրավաբանների գործն է, պետք է ամեն ինչ անել, որ խորհրդարան մտնեն այլ ուժեր, փոքր կուսակցություններ, որ այդ ոսկեղենիկ հայերենով ասած բազարը, որ այնտեղ կատարվում է, լինի ոչ թե ՔՊ-ի եւ ասենք Մոսկվայի միջև, այլ այդ փոքր կուսակցությունների, որոնք որ ազգային ուժեր են, որոնք որ իրենց պատկերացումներ ունեն, երիտասարդներ են, որոնք ուզում են չունի բան փոխեն, դա կամաց կզտվի, դա հետո կմեծանան, կդառնան քաղաքական գործիչներ։ Իսկ սենց էլի նույն բազարն են ունենալու, էլ իրար վրա շպրտել, գոռալ, ճվալ, թքել իրար վրա, բանի, դա ասենք ինձ բացարձակ չի ոգևորում։ Դա իրավաբանների գործն է, դա իրանք պիտի մտածեն, դա ոնց անեն։ Այսինքն մենք այդպիսի խորհրդարան ենք ունենալու առաջիկա 5 տարիներին, ինչպես օրինակ տեսանք Երևանի քաղաքապետարանի այո, տենց բաներ ենք տեսնելու եւ մենք ժամանակ էլ չունենք, ախր տենց հիմար բաների ժամանակ ծախսենք։ Երկիրը պետքա ինստիտուտներ հզորացնի, նոր օրենքներ մշակի, իսկ եթե դիմության միակ բանը ցանկությունը Փաշինյանին փոխեն նստենք մենք, որովհետև մենք ավելի լավ կբանակցենք, դա հիմարություն է ուղղակի, դա քաղաքական օրակարգ չի ձևավորվում, դա խնդիրը դա է։ Պարոն Դանիելյան, ճիշտ եմ հասկանում, որ դուք դեմ եք ենթադրյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացին։ Չէ, ես դեմ եմ այդ գործընթացին այն ժամանակ, երբ որ դա արվում է, հենց այն ժամանակ, երբ որ այդ մարդը ուզում է մտի քաղաքականություն։ Ապօրինի գույքը, ասենք, բռնագանձելը, դա նորմալ process է, բայց ունեզրկել մարդուն, որ նա ուզում է զբաղվի քաղաքականություն, բայց կարող է չի էլ ուզում, իրանց տիպում են, հա, դա սխալ է, դա սխալ է, հա, իհարկե, ասենք, եթե չեմ սխալվում, կարդացել եմ ինչ-որ միտեղ Գագիկ Խաչատրյանի տունը 65 միլիոն արժեր, չէ, եթե չեմ սխալվում, հա, այտենց ճչացող դեպքերը, մանավանդ այդ մարդը, որ սկի բիզնես էլ չի դրել առանձնապես, հա, ուղղակի գրփե չրփե ու եսին որ դե հիմա։
Այդ դեպքում ասենք այո պետք է, բայց դե մարդը գործարան է սարքի, հիմա գործարանը աշխատում է, չէ՞ տանտերը։ Լավ չի բան արել, ինչ-որ ձև, այսպես ասած, խախտել է այդ օրենքները ժամանակին։ Բայց այդ գործարանը աշխատում է, այդ գործարան իրանից խլես 10 նարեկին, ասենք կամ ինձ, կամ պետականացնես, հետո ասենք փչացնես, դա պետք է հազար անգամ մտածել դա անելուց։ Բայց ժամանակին անձերից վերանանք, հա, եթե ինչ-որ մեկ այդպիսի բան արել, ուրեմն այդ տվյալ ժամանակում զինվորն է վատ սնվել, ուսուցիչն է վատ աշխատավարձ ստացել, մանկապարտեզում երեխան է վատ պայմաններ Այո, դրա համար իրենք չպետք է պատասխան տան։ Դրա համար ինձ այդպես է թվում, պետք է փակել այդ հնարավորությունները, որ նա դա շարունակի անել, բայց եթե նա արդեն արել է եւ այդ իր տվյալ գործը այսօր արդեն օգուտ է տալի հասարակությանը, ամբողջ աշխարհում կա այդ կոնսենսուսը, հասկանում ես, հիմա եթե վերցնենք նույն յուրաքանչյուր հարուստ մարդու Ռոքֆելեր լինի թե այսինքն ինչ լինի, այո ժամանակին ինքն էլ է զինվորն է բացմվե, ինչ որ մեկի թոշակն է կողե, ինչ որ մի բան արել է, որ տենց հարստացել է, դա հնարավոր չի միլիոն աշխատել միանգամից, հասկանում ես։ Մենք պետք է հասկանանք, որ սա հասարակություն է, որ սա նոր կազմավորվող պետություն է եւ 90-ականներում հարստացած մարդը չի կարող լինել հրեշտակ։ Դա փաստ է, բայց ինչքանով է ճիշտ, ասենք նույն ասենք պարոն Սուքիասյանը նստած է պարլամենտում, ասենք օքեյ է, իսկ այն մեկը ասենք չգիտեմ, որը որ պարլամենտում բայց ուզում է մտնի, բայց քանի որ ԿՊ-ի հետ լավ չի, դա օքեյ չի, չէ, ոչ մեկ չպետք է իրանցից պարլամենտում, ոչ մեկ, հա։ Եվ պետք է ոչ միայն իրանց, ասենք, փակել այդ հնարավորությունը, այլ նաև իրանց երեխաներին բան, որ կամ ասենք այդ թորները, հա, թող գնան, զբաղվեն, դուրսը սովորեն կրթություն ստանան, դեռ ավելին կարող եմ անգամ այսպես ավելացնել, որ իրանց երեխեքն էլ մի բան չեն, հա, դեռ, ասենք այդ հղբացած, ասենք տենց ապրը, որովհետև իսկական հարուստ մարդը, որը որ իսկապես հարուստ է նաև հոգով, ինքը այդ երեխուն փող չի տալիս, ինքը ասում է գնա աշխատի, այս մեշոկները քաշտու, մարդարի, հա, ես է հերդ եմ, կօգնեմ, բայց չեմ տալիս, արբալիկ ջան, ես բաշնի բալնիքը եկալ գնա հրապարակը թարս վրա, մենք այդպիսի հարուստներ էլ գիտենք, որովհետև իրանք չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ, եթե այն առաջի իրանք ինչ էին, իրանք ոչինչ էին, իրանք կոպեկներով սեփականացրել են գործարաններ, քաղաքներ, խլել են մարդկանց բիզնեսը, ես Լոս Անջելեսում այնքան մարդ գիտեմ, ովքեր որ ուղղակի բիզնեսը թողել են սենց ու փախել են, որոնց որ չգիտեմ, մեկին մանվելլա սպան է, այն մյուսին չգիտեմ ով ասենք ունե զրկե, հա, ասենք այդ մենք այդ մարդկանց գիտենք, հա, դա տենց է, բայց հիմա վերցնել ասենք հավելը բիզնեսմեն չէր փարքասու, հա, բայց դե ասենք եթե մարդը խոշոր ձեռնարկատեր է, խոշոր գործարաններ ունի եւ հիմա ասենք դա ձեռից խլել, պետականացնել, դա գիտես ի վերջո կա նաեւ անհատական մոտեցում էլի մարդկանց նույնպես, ասենք դա խելոք մարդու բան է, դա ոնց որ քանի որ իշխանության մեջ միշտ առանձնապես խելոք մարդիկ չեն եղել բոլոր իշխանություններում, դրա համար դա միշտ խնդրահարույց է եղել կազմավորվող պետություններում եւ հետո եղել է ինչ որ ասենք 17 թվին էլ հեղափոխության ժամանակ գիտես ինչ էր եղել էլի, ասենք դա պիտի բացառել։ Պարոն Դանիելյան, դուք հավատում եք խաղաղությանը, որը խոստանում է իշխանությունը։ Չէ, երբեք չեմ հավատացի այդ խաղաղությանը, որովհետև Ադրբեջան պետությունը ստեղծվել է Հայաստան պետության դեմ։ Ինքը հատուկ այդպես է ստեղծվել, սովետական միությունը այդպես է ստեղծել Հայաստանին զինաթափելով, Հայաստանի հողերը Ադրբեջանին տալով, Թուրքիայի հետ պայմանավորվելով, մեզ վաճառելով ու ծախելով եւ անգամ այն մեծ ներդրումը խորհրդային միության կազմավորման մեջ, որ ունի հայ ժողովուրդը, դա հաշվի չի առնվել երբեք եւ էլի օգտագործվել է հայերի դեմ, որովհետեւ բոլոր ով որ այնտեղ ինչ-որ բանի են հասել, էլի աշխատել են Հայաստանի դեմ, հա, յենիչարների նման եւ հավատալ, որ Ադրբեջանը պետք է այդպես խաղաղություն կլինի, չեմ հավատում։ Խաղաղություն կարա լինի միայն այդ դեպքում, եթե Հայաստանը
Հայաստանը գրավելը եւ Հայաստանը նեղացնելը կլինի ավելի թանկ, քան թե թողնել հանգիստ եւ բացի այդ ուժեղացնելով բանակը եւ զարգացնելով կապերը, հա, նույն տնտեսական կապերը, երբ որ մարդիկ անիմաստ լինի, ասենք, եթե ստեղից տեսենք կոպիտ խողովակ անցնում, այդտեղ բոմբ չես գցի, որովհետեւ խողովակը կեսնել քոնն է։ Այդտենց կոպիտ օրինակ բերեմ։ Այդ իսկ դրան էլ շատ ժամանակ կա։ Այդ ուղու վրա է ամեն ինչ։ Բայց ասել, որ խաղաղություն ալնելու, ամեն ինչ նորմալ ալնելու, հեսա գալ տեն ստեղ ապրեն, մեկ է գնալ տեն կնդեղ ապրեն, այդ մի քիչ ասենք մի քիչ անհավանական է եւ պետք է 200 տարի, որովհետեւ այս ինչ որ կատարվեց շատ անազնիվ է մեզ համար եւ մենք դա երբեք չենք մոռանա։ Բայց հիմա ասում են խաղաղության դարաշրջան է բացվել, վայելեք, իշխանությունն է հորդորում։ Նարեկ ջան, իշխանությունը հորդորում է, դու ինձ ապուշի տեղ ես հիմա դնում, բայց հիմա ասում են, ասեն, թող ասեն, հետո դե պետք է ասեն մի բան, ասում են, այո, վայելում են, իրականում այս 2 տարին որ կա, այդ ձգձգելը, որովհետև իրանք սպասում են, որ սահմանությունը պետք է փոխվի, սպասում են, որ հիմա տեսնում են չի լինում է բան եւ անգամ եթե լինի այդ թուղթը, այսպես ասած, բոլոր թղթերը խախտվում են շատ հանգիստ եւ յուրաքանչյուր րոպեին հենց որ Ադրբեջանը կկարողանա ինքը վրա կտա դա միշտ պիտի դրան պատրաստ լինես միշտ եւ մի բանն է ուրախացնում որ ինչ որ ձև մերոնք զինվում են ինչ որ ձև ասենք դրոններ են սարքում ինչ որ հիմա արդեն ավելի թանկ է Հայաստանը գրավելը քան 5 տարի առաջ եւ պիտի ավելի թանկանա այդ դեպքում հարձակվելուց կմտածես Ադրբեջանը 10 անգամ էր մեզանից ուժեղ դրա համար հարձակվեց եթե 5 անգամ ուժեղել էր չէր հարձակվի որովհետեւ զոհերը կլինեին ավելի շատ Հա դու իհարկե նաեւ բաները դաշնակիցները որովհետեւ դու չես կարող մեկ այնքան զինվես որ Թուրքիայից ուժեղել ես Դուք ինչ եք կարծում պետք է մնալ ԵԱՏՄ-ում թե հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ Ես կարծում եմ այն абսուրդ թվացող իշխանության այդ բանաձևը որ ինչքան կկարողանանք դե կմնանք մինչև դուրս չեք հանե հա բայց ընդ կխորացնենք ինձ դա ավելի ասա ինձ դա ինձ մոտ է ասենք նորմալ է ասենք հա ինչ ես դուս գալիս հայ երբ որ տեսնես արդեն էլ ասախ կրանթերը փագել են բոլոր ծորակները ճանապարհները փագա լարսնել պայթացրել են եւ ականապատել են այդ դեպքում պետք է արդեն մտածես ուրիշ բան եւ հիմա տենց էլ արվում է մեծ հաշվով հա տեսնում ենք որ ու չգիտեմ ես չգիտեմ որքանով է դա լուրջ Facebook-յան այն էյֆորիան որ վայ ծնեբեկը տարանք Ֆրանսիայում ծախեցինք կամ վայ չգիտեմ ինչ ես չգիտեմ դա ինչքանով ալու ես տնտեսագետ չեմ ու չեմ խոսել տնտեսագետների հետ բայց ինչքան շատ տենց բաներ լինի ինչքան շատ գիտես արտադրողի բգինը որ կանգնում ես ինքը սկսում մտածել ինչ անել երբ որ ինքը կարող է միտեղ ծախի ու լավ է ծախվում այն չի մտածի տանի ուրիշ տեղ բայց որ տեսնում է չի ստացվում սկսում է մտածել Ստեղ է պետությունն է իշխանությունը պետք է մի քիչ ճկուն լինի այդ պայմանագրերը կնքելը բան չգիտեմ դա իմ խելքի բան չի Բայց այնուհանդերձ ինչ եք մտածում այս քայլերը գործողությունները որ տեղի ունեցան այդ նաև Հայաստանի հայ իշխանությունների որոշումների հետևանքով որ Մոսկվայի շուկաները փակվեցին որովհետև փորձեցին Բրյուսելի հետ ինչ որ ավելի շատ ընդլայնել հարաբերությունները դրայի պատասխանը եղավ Մոսկվայի պատժամիջոցները պետք է գնալ նման ռիսկային քայլի թե մենք ունեինք մեր ավանդական շուկաները շարունակեինք մնալ այնտեղ Նարեկ ջան դու ինձանից լավ գիտես պատմություն եւ այսպես ասած աշխարհագրական վիճակ կարող ես ինձ մի օրինակ բերել որ պատժամիջոցները էֆեկտիվ են Մենք գիտենք երկրներ, որոնք 40-50 տարի պատժամիջոցների տակ են։ Կամ որ Ռուսաստանը հիմա պատժամիջոցների տակ է ինչ։ Ես չգիտեմ, պատժամիջոցները դա վարկյանական ինչ որ բան է, պատժամիջոցները դա այնա, որ
հա ինչ որ բան կարա տուժի, բայց ինչ որ բան կարա հետո ասենք ավելի լավ լի։ Պատժամիջոցներով հարց չի լուծվում, ես լուրջ եմ ասում։ Այն որ հիմա մինչև պատժամիջոցների տակ չէինք, թանկություն չկար, ամեն օր թանկանում է ամեն ինչը։ Ամերիկայում ասենք ապրում եմ, գիտեմ, ասենք պատժամիջոցների տակ չի, բայց ամեն օր ասենք շաբաթը մեկ մտնում ես մի քանի դոլար ավել է, մի քանի ցենտ ավել է, այդ ընդհանուր տենդենց է։ Ու վախենալ, վայ գազը կփակեն, վայ գլուբնիկը կէժանանա կամ կթանկանա կամ հացը։ Դա այն հասարակության համար է, ով որ այդպես շատ բան է, զգայուն է, էլի, վայ, ընկանք պատժամիջոցների տակ։ 90-ականներին, ասենք, սովից մարդ չմեռավ ամենայն դեպս։ Գուցե, բայց պարոն Դանիելյան, ձեր նման այլընտրանք չունեն Միացյալ Նահանգներում ապրելու, դրա համար են սարսափում գազի գնից, հացի գնից։ Միգուցե, հա։ Համաձայնվեմ, այո։ Ես իմ ձայն տակ տեղից է դուրս գալիս, ես հեղբացել եմ, այո։ Պարոն Դանիելյան, վերջերս այս նախընտրական շրջանում էր, արվեստագետները հանդիպել էին Սամվել Կարապետյանի հետ, դուք ստացել էիք հրավեր, թե ոչ, եւ Չի ստացել, նմաստանա, ինչ ես խոսում ինչու՞ բայց Ես երբ որ իշխանավորություն ես երբևիցե ինչ-որ բան ստացել, դա չէ, դա բացառվում։ Չէ, նու իսկապ ասենք դե իրան գիտեն ում դիմեն։ Իրանք գիտեն ում ասեն, ես ոչ թե անկաշար եւ տենց սուրբ մարդ եմ, բայց ես մի քիչ բան մարդ եմ, անհասկանալի մարդ եմ, էլի ինձ ակալ իմ պրոդյուսերները բաները որ ուզում են ինձանով զբաղվել, ասում են, ախր մենք չգիտենք քեզ ուր կողենք, ասում եմ, մենք չգիտենք քեզ ինչ անենք քո հետ։ Դա մի քիչ բարդ է։ Ես մի քիչ ոչ թե բարդ մարդ եմ, այլ ու երևի բարդ մարդ եմ, չգիտեմ։ Ես դու քիչ եմ ցանկացել որ ինչ որ մեկը ինձ ինչ որ բան անի, ես միշտ ինքսին վրա հույս եմ դրել եւ իմ ընկերների եւ իմ շրջապատի օրինակ խնդրեմ հիմա Սարի թատրոնը քանդվեց եւ փողը չեմ գնացել իշխանությունից խնդրել կամ ընդդիմությունից խնդրել ես դիմել եմ իմ հանդիսատեսին հանդիսատեսը GoFundMe եմ բացել հանդիսատեսը ամեն օր ինչ կոպեկ է կաթացնում ես էլ ասենք հաշվետու եմ ասում հա կսարքեմ իդեպ շարունակվում է ֆոնդեյշնը որտեվ դեռ չի ավարտվել շինարարությունը մեկը խաղալու եմ մեկը բացելու եմ խաղամ բայց շինարարությունը շարունակվում է սիրելի հանդիսատես կարող եք էլի շարունակել աջակցել ինձ Պարոն Դանիելյան, ամեն դեպքում գիտես ու տես չէ որ դու հանդիսատես հավաքական կերպար չի որ ասի դե հիմա որ տենց է հիմա Շեքսպիրի բեմադրի հասկանում ես չէ էլի ասենք Ձեր գործընկերները արվեստագետները որ այնտեղ էին Լևոն Հարությունյաններ, Մհեր Մկրտչյանը Հիմա բոլորի անունները անգից չեմ հիշի ամեն դեպքում նրանք Սամվել Կարապետյանի հետ հույս էին կապում որ հայի ինքնությունը պահելու հարցում ինքը մեջ աջակցություն կարող է ունենալ մեծ ներդրում կարող է ունենալ Հայաստանի անվտանգության ինքնիշխանության եկեղեցա պահպանության եւ պաշտպանության հարցում դուք կարծում եք պարոն Կարապետյանն այդ գործում այսպես ասած գլուխ կհանի Նարեկ ես չգիտեմ գլուխ քանի պարոն Կարապետյանը թե չէ, բայց արվեստագետները ամենախելոք սեգմենտը չի հասարակության, հավատա։ Իրենք շատ էմոցիոնալ են, շատ ոնց որ ասում են, չէ, ասма ստեղծագործողին շատ հեշտ է նեղացնել, հա, տենց իրանք տենց մարդիկ են, դրա համար օրինակ ես համաձայն չեմ որ իրանք քննադատում են։ Իրենք իսկապես ուզում են ինչ-որ մի լավ բան անեն, իրենք իսկապես ասենք տենց շատ անկեղծ են, հա, ես շատ են ճանաչում եմ նույն Լևոն Հարությունյանը իմ մանկության ընկերն է, ասենք ես ով ինչ չասի ինձ համար իմ լուլուն է, էլի իմ ընկերն է, ասենք մի պալատքի մեջ քնել ենք Սևանում, բա ինչ էլ չանի, ես բացարձակից չի հետաքրքրում, Կարապետյանի հետ է, թե ասենք ում հետ է, ինքը իմ լովն է, իմ ընկերն է Ես այտենց չեմ, ես ասենք ոչ մեկի հետ հույս չեմ կապում, որ ասենք գնամ ինչ որ քաղաքական ինչ որ բանի տակ թևի տակ մտնեմ բան, չէ, ես համարում որ դա իմը չի, բայց ես չեմ քննադատում ոչ մեկին, որովհետև դա իրանց գործն է, եթե դա իրանց գործին օգնում է, համարում են որ օգուտ են տալի թող, բայց ինձ համար դա բացարձակ արժեք չունի։ Հիմա չկան իշխանության սիրելի արվեստագետներ, որոնք մեդալներ են ստանում, իշխանական կառավարական միջոցառումներն են
Այդ հարցը իշխանության տվեք, ես ինչ իմանամ, կան թե չեք չկան։ նկատել դուք։ Չէ, չեմ նկատել, չեմ էլ հետևում, ասենք։ Երեք կար գոհ, ես ինչ իմանամ, կարող է կար։ Չգիտեմ, ինձ դա չի հետաքրել երբեք։ Տեսեք, դուք ասում եք արվեստագետները ամենախելոքները չեն, բայց միշտ երբ որ մի հատ ցած իրավիճակ ա ելնում, ասում են ուր են այս երկրի մտավորականները, ինչու են լռում, ինչու կարծիք չեն հայտնում, այսինքն էլ այդ հույսն էլ կտրեն մարդիկ։ Այդ գիտես շատ սովետական մոտեցում ա, որ արվեստագետը պիտի անպայման ինչ որ բան։ Ես չեմ կարծում ասենք մեկը Ֆոլկների դուրը ծեծել ա կամ Նիկոլսոնի դուրը ծեծել ա ասել ա, ապեր այս ընտրությունները ինչ պետք է լինի կամ այս գազի տրուբեն ոնց անցկացնենք կամ բան, տենց դա հիմարություն ա, դա սովետից եկած հիմարություն ա, որ արվեստագետ ուր են մեր արվեստագետ դրա համար չէ, որ ձեր ասենք կյանքը լավացնի գնա չոն գնի դռներ ստեն դռներ դուր ինչ որ բան անի բան չէ դրա համար արվեստագետը արվեստի համար է դրա համար է որ ասենք ներկայացում խաղա չգիտեմ գիր գրի դաստիարակող չգիտեմ դրա համար չի այդ մոտեցումը հանեք արվեստագետ ինչ են սովորելու ինձ են ասում ինչ են սովորելու ես ձեր մաման եմ պապան եմ հոպարն եմ ձեր դի սովորեք ինձ դուք սովորացեք ձեր երեխեքին ես ինչ պիտի սովորես ներկայացում գգանք չէ ջայնամ գա կայ քեզ բան ես իմ հանդիսատես ունեմ այդ հանդիսատեսին ցավը տանեմ խաղում եմ ես իր համար նվիրված եմ իմ հանդիսատեսին շատ սակավաթիվ է այդ հանդիսատեսը շատ սրտացավ է իմ քանդված թատրոնի իմ առողջության իմ արված ներկայացումների էլի կամերայում խաղացի տարից քեզ այդ լիքը մարդ կար առիթից օգտվելով խուլիգանություն անեմ նարի ջան հուլիսի 17-ին եթե չեմ սխալվում այո խաղալու եմ լի տարից քեզ այդ մտեք թատրոն մտեք եկեք էլի կշփվենք դա է ինձ համար ասենք ես Չէ, բայց երբ որ հանրությանն է դա ներկայացվում, չպետք է օրինակ մտածել, որ դա նաև ինչ որ արժեք ստեղծի։ Արժեք ես ստեղծում եմ, բեմում ստեղծում եմ այդ արժեքը, ցավ տալեմ։ Ես ոչ եմ, բայց դե ասենք դրա համար պետք է անպայման ասենք ես ամեն ինչի, ասենք ամենաշատ կարծիք հայտնողը ես եմ, մարդկանց կարծիք էլ չի հայտնում։ Ես YouTube-ն ալիք ունեմ, այդ YouTube-ն ալիքը իմ ներկայացումները ռեկլամանելու համար իհարկե ստեղծված նաև, հա, եւ իմ կարծիքները գեներացնելու կամ խելոք կարծիքներ, որ ես համարում եմ, որ դա արժի է դրա մասին խոսում եմ, վերջ, էլ արժեք ստեղծելը որն է, դրանց ավելի ինչ պիտի արժեք ստեղծեի ես։ Մենակ քիմիկա հասարակությանը, ճիշտ եմ ասում, քիմիկա, այդ բանը, հա։ Դա ինչ է տալի մեր հասարակությանը։ Միայն ծիծաղ։ Ուղղակի լավ տրամադրություն, կա ինչ որ, ասենք, ներկայացումներ, որոնք որ հասարակությանը մտածել են տալիս եւ բան դա իմ ներկայացումն է թատրոնի համեցեք կա բան ու ասենք դու անեկդոտ ես պատմում մեկին ինչ որ տենց ուզում ես ինչ բան սովորացնես իրան անեկդոտա պատմում ես ծիծաղում ես ասում էլի այդ մոտեցումը որ այ ինչ ես դու տալի հասարակությանը կա գիտես ինչ կա պոլիկլինիկայի բուժում որ գնում ես գլուխը ցամաք ես դեղ են տալի բայց կա ստացիոնար Այդ ստացիոնարը դու ես հիվանդանոց, ես դու պոլիկլինիկա ասում ես մի հատ գիտես ինչ բանը կույրաղեկս վիրահատի։ Ես կգրեն կգնաս հիվանդանոց։ Այ քիմիկը դա այն պոլիկլինիկան է, էլի որ ասենք ուղղակի այն սկզբի այդ բանն է։ Եթե ուզում եք իսկապես լուրջ բան տեսնել, համեցեք կամերայի թատրոն, նայեք ներկայացումները, սնդե լուրջ է այնտեղ։ Մարդիկ բնում են հետո խոսում են։ Այ դեպ քեզ էլ եմ արի մի օր էլի։ Դե մենակ քաղաքականության մեջ ես ասենք բան արել։ Խորացել։ Դե անպայման խոսում ես չես գա ախր։ Չես գա։ Այնց է ժուրնալիստները շատ հաճախ չեն գալի ներկայացումներին։ Դուք չգիտեք մենք ինչ կյանքով ենք ապրում, այն նույն Լևոն Հարությունյանը բան, ասենք իրանք շատ լուրջ դերեր են խաղացել թատրոնում, դաստիարակող, մտածել տվող, չգիտեմ, ասենք ուղղորդող, հա, բայց դուք տեսել եք որ ինգենեցի Կարապետյանի մեջ մի Կարապետյանի ինձ ինչ ասեք, այսօր կա վաղը չկա էլի։ Բայց ինչու՞ չպետք է լինի 300-000 քվե ունեցել քաղաքական դաշտում ամուր դիրքեր ունի։ Արա այդ 300,000 էլ շատ է խնդացնում։ 300,000 քվե, 300,000 աշխատատեղ, 300,000 ադրբեջանցի։ 300 ինչ որ տես մոգական թիվ է, որ ասենք մեդիտացիոն թիվ է ինքը, էլի 300,000 300,000 300,000 ինչ ասեմ։